Ձկնային պիլինգը կամ ձկնային թերապիան ծովափնյա շրջաններում տարածված եւ մեծ մասսայականություն վայելող ծառայություն է։ Սոչիի տարբեր շրջաններում եւս կարելի է հանդիպել ֆիշ սպա կոչվող բազմաթիվ սրահների, որոնք այցելուների պակաս երբևէ չունեն եւ մարդաշատ են հատկապես ծովափնյա հանգստի եռուն շրջանում։ Սրահներից մեկում, որի աշխատակիցն ի դեպ հայուհի էր, տեղադրված էին անհատական ակվարիումներ, որտեղ տնօրինում են հարյուրավոր փոքրիկ գարառուֆաները, իսկ այցելուներին մնում է միայն իրենց վերջույթները հանձնել փոքրիկ բուժակների խնամքին։ Рыбки делают массаж, вот посмотрите, там они, люди с удовольствием к нам ходят, а это лечебное, они отмершую, огрубевшую кожу, вот так скажу, едят, улучшается кровообращение, это очень популярно, это очень полезно, людям это нравится, у нас в санатории тоже есть вот наши рыбки, это турецкая рыба фишспа, которая обитает в термальных источниках Кангайского ущелья в Турции. Реки Тигр и Ефрата. У меня ощущение было, что я спать захотела. Вообще, да, расслабление. 8-ից 10 գրամանոց այս փոքրիկներն իրենց լավ են զգում տաք ջրում, սիրում են մահացած մաշկը եւ մեծ սիրով կարգի կբերեն ձեր ոտքերն ու ձեռքերը, մինչ դուք կվայելեք տաք ջրի եւ նրա բնակիչների հետ շփման հաճույքը։ Գարառուֆաները ատամներ չունեն եւ կծելու ընդունակ չեն, նրանք շուրթերով հարթեցնում են մաշկը, վերացնելով անպետք կամ վնասված հատվածները։ Բուժական կուրսից հետո ոտքերն ու ձեռքերը дառնում են ավելի ձիգ եւ հարթ։ Բարելավում է արյան շրջանառությունը, առողջանում եւ երիտասարդանում машка. У рыбок вырабатывает, выделяет в слюне фермент дитронол, который заживляет, омолаживает кожу. Этими ферментами они попали в Красную книгу. Турция их-то не продает. Они сначала пилинг делают, а потом, если есть проблема внутренняя, они чуют, где есть проблема, там и массаж делают. Դոկտոր Ֆիշ կոչվող փոքրիկ հրաշացքներն այնքան նվիրված են իրենց գործին, որ երբևէ չեն հոգնում եւ չեն հոգնեցնում։ Բուժում են մաշկի վրա չթողնելով ոչ մի հետք, հղկում հարթեցնում են միաժամանակ ցուցադրելով մերսող պրոֆեսիոնալի իրենց հմտությունները։ Եվ իզուր չէ, որ ձկնային պիլինգի երկրպագուների թիվն ամբողջ աշխարհում ավելանում է։ Летом не работали, знаете как? Могу сказать, по записи было, очень много людей было у нас. Сейчас под народу, и все равно у нас люди сидят, по абонементу приходят, некоторые для любопытства, некоторые для престижа, могу сказать. Ну, это удовольствие непередаваем, надо сами попробовать, чтобы понять, что это такое. А так они для лечения очень многие. У нас вот такой, просто скажу, такой вариант. Лишь бы один раз у нас попробовать. У нас и приходит второй и третий раз обязательно. Փոքրիկ բուժակների 10 րոպեանոց ծանրաբեռնված աշխատանքի դիմաց այցելուն վճարում է 400 ռուբլի, այլ սրահներում միգուցե ավելի շատ։ Ձկնային թերապիան ավելի հայտնի է ասիական երկրներում։ Որոշ սրահներում գարառուֆաներն աշխատում են ոչ միայն մարդկային վերջույթների, այլև ամբողջ մարմնի վրա։ Արդյունքը միանշանակ գոհացնող է, հատկապես կանանց համար, ովքեր խոստովանում են, որ փոքրիկ այս կենդանիները պեդիկյուրի լավագույն մասնագետներն են, նաև լավագույն հոգեբանները, քանի որ մի քանի րոպեի ընթացքում հանում են ստրեսային վիճակից, կարգավորելով նյարդային համակարգը։ Էդուարդ Մխիթարյան, Տիգրան Կասաբյան, Կալանյուս, Սոչի, Ադլեր։